մարտական տպավորություններ, շատ լավ սկիզբ է եւ հատկանշական է, որ այսօրը հենց մեր Շուշի ազատագրման օրն է եւ պետք է այսօրը դառնա նոր սկիզբ։ Այս աղետաբեր խմբին հեռացնելու պատմության գիրք ուղարկելու սկիզբ։ Եվ այդ հարցում անելիքը մեզնից յուրաքանչյուրինն է։ Բոլոր նրանց, ովքեր որ ունեն պատվախնդրություն, ովքեր որ ուզում են ապրել անվտանգ Հայաստանում, ովքեր որ ուզում են ունենալ ապահով հասարակություն, ովքեր որ ուզում են մնալ հայ, մնալ քրիստոնյա եւ մնալ մարդ։ Իշխանությունը վաղուց է կիրառում վարչական ռեսուրս։ Մենք դա տեսնում ենք ապօրինի քարոզչությամբ, այն ինչ որ տեսնում ենք պետական միջոցների մտքում իրենց քարոզչության համար։ Սա մեր երկրորդը պետական հեռուստաընկերության, հանրային հեռուստաընկերության բարիս բուն իմաստով օգտագործում իրենց քարոզչական թեզերը տարածելու համար եւ մրցակիցներին սևացնելու համար։ Եվ վերջապես հիմնական մրցակցի Սամվել Կարապետյանին մեկուսացնել ծրվում կալանավորելու, իսկ այժմ տնային կալանքի միջոցով հնարավորություն չտալով, որպեսզի մարդը շփվի իր պոտենցիալ ընտրողների հետ։ Սրանից ավելի մեծ ռեսուրս չկա։ Դրան գումարած վախի մթնոլորտի տարածումը, դրան գումարած հատկապես մարզերում համայնքների ղեկավարներ, աշխատակազմեր, մարզպետարանների աշխատակազմեր, տնօրեններ, բոլորի հետ կապված խիստ վերահսկողություն եւ ուղղորդում։ Այս ամեն ինչի մասին մարդիկ խոսում են իհարկե։ Սա ակնհայտ է, որ այս ամեն ինչը կա եւ գոյություն ունի։ Սակայն մենք դրանից չպետք է վհատվենք, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած տիպի ճնշման եւ պետք է ընկալենք, որ սա սովորական քաղաքական ընտրություններ չեն, սա հայ մնալու հանրաքվե է։